Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ քաղաքական խորհրդի անդամ Ռուբեն Ասատրյանին։ Պարոն Ասատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջապես ավարտեցին խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները, համաձայնեցրին բոլոր կետերը։ Այս համաձայնությունը ողջունեցին շատ տարբեր երկրներ, տարբեր կառույցներ, աշխարհագրությունը բավականին լայն էր, բայց համաձայնությունից անմիջապես հետո մենք տեսանք, որ Ալիևը առաջ քաշեց Միսկի խումբը լուծարելու եւ սահմանադրությունը փոխելու պահանջները, նաեւ մեկ օրում 3 անգամ մենք ստիպված եղանք հերքել ադրբեջանական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զորքերը կրակել են իրենց դիրքերի ուղղությամբ, անգամ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերքեց այս տեղեկությունը։ Հիմա հարց է առաջանում, չհամաձայնեցված կետերը ինչու այս պահին Ալիևյան ռեժիմը համաձայնեցրեց, եթե գործելավոճը եւ հռետորաբանությունը չի փոխվում, այսինքն ինչը բերեց նրանց այդ համոզմանը, արդյոք Հայաստանի զիջումները ստիպեցին այդ երկու կետն էլ համաձայնեցնել։ Ինչ վերլուծություն ունեք դուք։ Տեսեք, ես կարծում եմ, որ սա տեղավորվում է Ադրբեջանի վարած քաղաքականության ռազմավարության մեջ, տեղի ունեցել համաձայնություն Հայաստան եւ Ադրբեջանի միջև, այսպես ասած եկել են ընդհանուր հայտարարի որոշ կետերի շուրջ, այսինքն 17 կետերի շուրջ եկել են համաձայնության, եւ այստեղ կարծում եմ, որ Ադրբեջանը մի քանի քայլ առաջ գնալով, երևի իրենք մտածում են, որ կարող է ինչ-որ մի պահ աշխարհակական գործընթացներից կախված լինի, այդ ստորագրությունը իրանք չդնեն խաղաղության պայմանագրի տակ եւ իրենք այսպես ասած այդ իրենց հետ քայլի բացատրությունների հետ կապված կետերն են իրանք առաջ քաշում, որ այ տեսեք Մինսկի խումբը չլուծարվեց Հայաստանի կողմից եւ այդ սահմանադրությունը անգամ չփոխվեց եւ այլ մենք պահանջում ենք եւ այդ պատճառաբանությունով իրանք հիմնավորեն թե ինչի են իրենք հետ քայլ կատարում։ Ես կարծում եմ դա ռազմավարական քայլ էր, մենք պետք է հիմք ընդունենք ինչ է պաշտոնապես ասվի Ադրբեջանի կողմից, այսինքն Ադրբեջանի կողմը հաստատել է, որ իրենք եկել են համաձայնության եւ պատրաստ է ստորագրությանը, խաղաղության պայմանագրի նույնն էլ Հայաստանն է դա հայտարարել, մենք պետք է առաջնորդվենք այդ սկզբունքներով, որ իրենք եկել են համաձայնության։ Հա, բայց համաձայնության եկել են ըստ էության զիջող կողմը եղել է Հայաստանը, որովհետեւ մենք դիտորդական առաքելության մասով համաձայնել ենք դուրս բերել ըստ էության սահմաններից, նաև պատրաստակամություն ենք հայտնել հայցերը հետ կանչելու միջազգային ատյաններից։ Հիմա սրանք դուք արդյոք համարում եք զիջում, թե չէ, եթե այո, մտահոգվել, թե այնուամենայնիվ, եթե Ադրբեջանը ժամանակ է ձգում, այս պահին այս մասով մտահոգություններ չունենալ։ Տեսեք, մենք այդ համաձայնության պայմանագրի, խաղաղության պայմանագրի բոլոր կետերը մենք չենք կարդացել, մենք որոշակի մեկնաբանություններ է իշխանությունների կողմից եղել, մենք տարածորեն չեն կարդացի ինչ է այնտեղ գրված, նենց որ դժվար կլինի մեկնաբանել արդյոք այդ կետը վերաբերվում է դիտորդական առաքելությանը, թե ինչին է վերաբերվում, տարբեր իշխանության ներկայացուցիչներ իրարամերժ հայտարարություններ արեցին, մեկը ասաց, որ դա վերաբերվում է դիտորդական առաքելությունը, մյուսը ասաց դիտորդական առաքելությանը չի վերաբերվում, վերաբերվում է երրորդ կողմի ուժերին, այդ ինչպես որ ուժերն են, զինված ուժերն են, ինչի մասին է խոսքը գնում, այնց որ դժվար կարելի է սպայն մեկնաբանել, թե ինչին է վերաբերվում, իսկ սա զիջում է թե զիջում չէ, նայեք, տեսեք, Ադրբեջանը այդ նույն երկու կետերը, Մինսկի խումբը եւ սահմանադրության փոփոխությունը իրենք բազմիցս ասել են, որ միայն այդ պայմաններում կգնան խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց այդ կետերը ներառված չեն խաղաղության պայմանագրի այդ 17 կետերի մեջ։ Հիմա սա զիջում է Ադրբեջանի կողմից։ Եկեք նայենք ինչն ենք, ես կարծում եմ ստեղ եկել են ընդհանուր հայտարարի։ Եվ ես համոզված եմ, որ տեղի է ունեցել երկու կողմերի վրա ճնշում, դժվար է ասել, թե որ աշխարհակական ուժային կենտրոնից է ճնշում է եղել, բայց եղել է ճնշում, որ եկեք ընդհանուր հայտարարի, դուք այստեղ եք զիջում, դուք այստեղ եք զիջում, եւ այդ ձևավորվել է այդ 17 կետանոց փաստաթուղթը, որը կոչվում է խաղաղության պայմանագիր։ Ի վերջո խաղաղության պայմանագիրը ինչ է իրանից ներկայացնում, դա արդյոք բերելու է խաղաղություն։ Տեսեք, դա պարզապես թուղթ է, որտեղ կանոնակարգվում է երկու երկրների համակեցության կանոնները։ Արդյոք դա աշխատող թուղթ է։ Դա ցույց կտա ժամանակը։
արդեն դա կախված է աշխարհակական զարգացումներից, դա կախված է եւ Հայաստանի եւ Վրաստանի զարգացմանից։ Արդյոք դա պետք է ունենա երաշխավորներ այդ փաստաթուղթը։ Շատ են խոսում դրա մասին, չկա երաշխավոր, կա երաշխավոր։ Երաշխավոր իհարկե շատ լավ կլինի, որ լինի, որտեղ իրանք կշիռ է տալի այդ փաստաթղթին։ Բայց եկեք նայենք, տեսնենք երաշխավորների ինստիտուտը աշխատում է աշխարհում այսօր, թե ոչ։ Տեսեք, նայեք Ուկրաինայի օրինակը, հա, հետ խորհրդային երկիր է, ուներ երաշխավորներ այդ երկիրը ու աշխարհակական հիմնական կենտրոններից էր այդ երաշխավորությունը տված։ Բայց աշխատեց այդ երաշխավորությունը, չաշխատեց։ Ուկրաինան մխրճվել է ծանր պատերազմի մեջ, կորուստներով, զոհերով եւ այլ եւ այլ։ Այսինքն ասել, որ երաշխավոր չկա, դա այդ փաստաթուղթը առ-ոչինչ է, ինձ թվում է ճիշտ չի լինի դա նման բան ասելը։ Իսկ ամուր խաղաղությունը եւ ամուր խաղաղությունը ընդհանրապես ապահովում է ուժերի հավասարակշռությունը։ Դա պարզ աքսիոմա է։ Եթե չկա հավասարակշռություն, բնականաբար ինչ մյուս կողմը մյուսին չի վստահելու, ոնց որ մեր պարագայում է։ Մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության կոնտեքստում հավասարակշռությունը եւ տնտեսական, եւ ռազմական, եւ դեմոգրաֆիական խախտված է եւ բնական է, որ հայկական կողմը չի վստահում, հա, այդ Ադրբեջանին եւ կարծում է, որ ցանկացած բան իրենք կարող է խախտել այդ պայմանագիրը եւ գնան նոր էսկալացիայի։ Շատ նորմալ է։ Խնդիրը դրանումն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հավասարակշռությունը վերականգնենք։ Դա է գլխավոր բանալին Հայաստանի այդ խաղաղության բերելու։ Դա չէ երաշխավորներ կլինեն, վաղ այդ երաշխավորները կարող է փոխեն իրենց կարծիքները։ Մենք ինչ է, հա, ջարդած տաշտակի առաջ են կանգնել։ Հայաստանի երկար տարիներ ունեցել է ռազմավարական դաշնակից իդեմս Ռուսաստանի։ Ուր է Ռուսաստանը։ Ապահովեց ինքը մեր պետական շահերը, ինչի վրա մենք հույս ենք դրել, հաշվարկել ենք, կառուցել ենք պետությունը, որ Ռուսաստանի հետ եւ տնտեսական առումով ենք այնտեղ կապված, եւ ռազմական, եւ մշակութային։ Ռուսաստանը չկա, չէ՞, հիմա չի ապահովում Հայաստանի ոչ մի կենսական շահեր։ Այդ երաշխավորների խնդիրն էր դա։ Հայաստանը ինքն իրեն պետք է երաշխավորի։ Ռազմական, տնտեսական եւ դեմոգրաֆիկ բալանսը պետք է վերականգնվի։ Այսինքն անգամ ԱՄՆ-ին մենք այս աշխարհակաղակական զարգացումների, այս պատմության ընթացքը դիտարկելով չպետք է այսպես 100%-անոց համոզվածություն ունենալ, որ անգամ ԱՄՆ-ն կարող է մշտապես երաշխավոր լինել եւ հուսալի երաշխավոր լինել։ ԱՄՆ-ի եւս տեղավորել այդ համատեքստում։ Միանշանակ մեծ քաղաքականության մեջ 100% ասելը դա միամտություն է, ես կարծում եմ։ Դա ցույց տվեցին բազմաթիվ օրինակները։ Եթե Միացյալ Նահանգների շահերը այսօր համընկնում են Հայաստանի շահերի հետ, պետք է Հայաստանը օգտվի առաջ տանելու իր շահերը։ Եթե նման խաղացողի հետ մենք համընկնում ենք մեր տեսակետները, թե 10 տարի, 20 տարի, 30 տարի հետո ինչպիսին կլինի մեր շահերը, մեր Միացյալ Նահանգների, դա արդեն հետագայում ցույց կտա, բայց այս պահին, եթե իրենք ասում են, իդեպս անկեղծության ասեմ, որ երեկոյան շատ հետաքրքիր տեղեկատվություն եկավ Վաշինգտոնից, որ Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության գործերով խորհրդականում Մայքլ Ուոլցը հայտարարեց, որ խաղաղությունը հարավային Կովկասում պետք է վերականգնվի եւ ռազմագերիները պետք է վերադառնան, ի վերջո Միացյալ Նահանգների հովանու ներքո պետք է այդ ոսկե դարը լինի նաեւ հարավային Կովկասում։ Դա մեսեջ էր երկու կողմերին եւ հատկապես Ադրբեջանին, որ այն մտադրությունը, որ դուք ունեք, որ կարող է հետաձգեք, դա ձեր մոտ չի ստացվելու, որտեվ նախագահ Թրամփը եկել է խաղաղություն բերելու ողջ աշխարհին։ Ցանկությունը գուցե կա, բայց հետևողական կլինեն, պարոն Ասատրյան, այս հայտարարության հետ կապված ես տեսա հիշեցումներ տարբեր մարդկանց կողմից, որ նույն ԱՄՆ-ից հայտարարում էին, որ էթնիկ զտում թույլ չեն տա, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, այսինքն հայտարարությունները գուցե հնչեն, բայց արդյոք հետևողական կլինեն։ Մենք գործ ունենք տարբեր ադմինիստրացիաների հետ, այո, նախկին ադմինիստրացիան հայանպաստ էր, բայց նախկին ադմինիստրացիան այդքան ոնց որ ասած վճռական չէր իր քայլերի մեջ, դա չի վերաբերվում միայն Հայաստանին, դա ողջ աշխարհում էր, հա, նույն Ուկրաինայի պատմությունը, նույն Թայվանի հետ պատմությունը, իրանք հայտարարում էին, հա, իրանք իրենց ճիշտ ուղուն տանում էին, բայց քայլերը, որ պետք է անեին, այդքան էլ վճռական չեն։ Իսկ նոր ադմինիստրացիան անկախատեսելի է, եւ մենք տեսնում ենք, որ իրանք կարող են գնալ շատ կոշտ քայլերի եւ վճռական քայլերի։ Տեսեք Եմենում, հա,
հութիների վրա հարձակումը վարկյանական որոշում եղավ եւ այս 2 օրը դաժան ռմբակոծում են հութիները իսկ նախկին ադմինիստրացիան եւ նավատորմ ուղարկեց եւ այլ, բայց չկարողացան այդ հութիների դեմը առնել, այսպես ասած։ Տեսեք, Տրամպը գնաց այդ քայլին։ Անկամ անձամբ էր հետևում, անձամբ էր հետևում եւ այլ, այդ ամեն ինչը իրանք կազմակերպել են եւ երեկվանից շատ դաժան ռմբակոծվում է։ Հա, բայց դա չի հակասում Թրամփի հայտարարություններին խաղաղություն բերելու, մարդկային կոտորածներ թույլ չտալու։ Այստեղ գործում է խաղաղություն ուժի միջոցով, այսինքն եթե չեն կարող Եմենի հետ գալ ընդհանուր հայտարարի, իրանք պետք է ուժ կիրառեն, որպեսզի իրանք ստիպեն գնալ խաղաղության։ Այդ մեխանիզմն է այս բարագայում գործում։ Այլտեղ այլ ձև է գործում։ Տեսեք, իրանք գնացին Ռուսաստանի հետ, հա, բանակցությունների, ինչ որ տարօրինակ որոշումներ կայացրեցին Ուկրաինայի հանդեպ, հա, ինչ որ ռազմական օգնությունը մի պահ դադարեց, անգամ հետախուզական տվյալները դադարեցին, դա շատ մեծ կորուստներ բերեց, հա, Ուկրաինայի համար, չնայած կարճ ժամկետ եղավ, բայց այն կորուստներ դրան։ Անսպասելի քայլերի գնացին, բայց իրանք ուզում էին ապացուցեին եւ ցույց տան, որ իրենք պատրաստ են գնալ այդ ձևի անսպասելի քայլերի, որպեսզի խաղաղություն հաստատվի, իրենց պատկերացմամբ խաղաղություն հաստատվի։ Եվ ես կարծում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի բարագայում ավելի հեշտ է այդ խաղաղությունը հասնելը, որտեղ պատերազմի թեժ փուլը ոնց որ ավարտված է ներկապահին եւ այստեղ պետք է ընդամենը գալ համաձայնության։ Մեկը մի քիչ ազիջում, մեկը մի քիչ ազիջում եւ գալիս են այդ խաղաղության ինչ որ համակեցության կանոնների ապահովմանը։ Պարոն Ասատրյան, դուք եւ արձանագրեցիք, որ որոշակի ճնշում է եղել կողմերի վրա այս համաձայնության հասնելու, նաեւ դժվարացակ ասել, թե որ կողմից կարող է լինել։ Բայց ես այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս համաձայնությունը ձեռք բերվեց նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի ակտիվ շփումների ֆոնին։ Այստեղ Թուրքիան ինչ դերակատարություն ունեցավ, հաշվի առնելով, որ լրատվամիջոցները եկան Հայաստանի կառավարության հրավերով, ըստ վարչապետի աշխատակազմի բազմաթիվ հոդվածներ, ռեպորտաժներ են պատրաստվել Հայաստանի դիրքորոշումը արտահայտող, անգամ թուրքական այդ լրատվամիջոցները ներկայացրել են, որ ըստ Հայաստանի ղեկավարի խոսքերի Ադրբեջանն է ապակառուցողական դիրքավորում ունի այս բոլոր գործընթացներում։ Տեսեք, Թուրքիայի դերակատարությունը ինչպիսին էր այս ամենը։ Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում շատ մեծ է բավականին, դա մեր դուրը գալիս է, թե դուրը չի գալի, դա այլ հարց է, ինքը լուրջ դերակատար է, ինքը աշխատում է եւ Ռուսաստանի հետ եւ Միացյալ Նահանգների հետ է աշխատում, այսինքն միջնորդ է եւ իր քաշը դիրքը բավականին մեծ է եւ հաշվի չնստել Թուրքիայի դիրքորոշման հետ բավականին դժվար կլինի տարածաշրջանում։ Եվ ես կարծում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դա այդ խաղաղություն, հայ-ադրբեջանական խաղաղության ենթատեքստի շարունակությունն է։ Առանց դրա դժվար կլինի մենք շարունակելը։ Այո, Հայաստանի եւ Թուրքիայի միջև շփումները պետք է ակտիվանալ, որովհետեւ երկխոսության ընթացքում է, հա, ձևավորվում, հա, այդ գործընկերային հարաբերությունները եւ մենք կարծում ենք, որ այո, չկա պաշտոնական հարաբերություններ, հա, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, բայց երկար տարիներ հիմա չթաքցնենք, հա, մեր գործարար օղակները եւ Թուրքիայի գործարար օղակները շփվում են իրանց հետ եւ այդ ամեն ինչը պետք է ստանալ ավելի պաշտոնական երանգ պետք է ստանա եւ այո, շփումները պետք է ավելացնել։ Չէ, իմ հարցը այն մասին էր արդյոք նկատելի էր թուրքական նաև ազդեցություն ադրբեջանական կողմի վրա, որպեսզի գային այսպիսի համաձայնության։ Միանշանակ, տեսեք, Թուրքիան բազմիցս է Ադրբեջանին արդեն հանրային տիրույթում հայտարարել, որ այն ինչի համար դու պայքարել ես Հայաստանի դեմ, դու ստացել ես իմ օգնությամբ եւ հիմա եկել է ժամանակը, որ դու անես այն ինչ որ ձեռատալի արդեն Թուրքիան, իսկ Թուրքիան ինչ է ձեռք տալի, որ միջին միջանցքը սկսի աշխատել, որտեղ միջին միջանցքի աշխատելու պարագայում Թուրքիան դառնում է շատ լուրջ դերակատար աշխարհում։ Այսօր կռիվը գնում է լոգիստիկ ճանապարհների համար, մենք դա գաղտնիք չի արդեն։ Եվ Թուրքիան ամեն դեպքում ինքը դառնում է տարանցիկ երկիր դեպի Եվրոպա, այդ Ասիայից դեպի Եվրոպա գնացող հոսքերի համար եւ այստեղ այո Ադրբեջանին ստիպում է ինչ որ չափով, որ իրանք այդ իրանց մաքսիմալիստական պայմանները մի կողմ հետ քաշեն եւ գնան նաեւ Թուրքիայի օրակարգը
սպասարկեն, այսինքն խաղաղություն հաստատել ինչ գնով ուզում լինի եւ ճանապարհը բացվի, որպեսզի Թուրքիան նաեւ ստանա օգուտներ այդ ամեն ինչից։ Եվ այստեղ ես այո, դուք ճիշտ եք նկատում, Թուրքիան ունի դերակատարություն համոզելու Ադրբեջանի գնալ խաղաղության պայմանագրին, բայց ես վստահ չեմ, որ վճռական դերակատարել Թուրքիան կարող է համոզել ինչ-որ չափով, բայց վճռական դեր կարծում եմ երեկվա այդ Վաշինգտոնից եկած տեղեկատվությունից ես կարող եմ իմ վստահություն վերցնել եւ ասել, որ այդ ճնշումը եղել է Միացյալ Նահանգներից։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Համաձայնությունից հետո Փաշինյանը զանգահարեց Պուտինին, տեղեկացրեց ըստ էության համաձայնության մասին, այլ հարցեր քննարկեցին, նաև ըստ Կրեմլի ընդունել է մայիսի 9-ին այդ տոնակատարություններին մասնակցելու հրավերը, մենք տեսանք նաև հեռախոսազրույց Մակրոնի հետ, ինչ վերլուծություն ունեք այս հեռախոսազանգերի նպատակահարմարությունը Հայաստանի շահերի տեսանկյունից։ Ես կարծում եմ շատ լուրջ իրադարձություններ է տեղի ունենում, այսինքն խաղաղություն է կնքվում, հա, երկու հակամարտող կողմերի միջև եւ շատ նորմալ է, որ Հայաստանի ղեկավարը իր տեսակետները հայտնում տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների ղեկավարներին, դա Ռուսաստանն է, դա Իրանն է, դա մեր դաշնակից Ֆրանսիան է, ոչ ֆորմալ դաշնակից Ֆրանսիան է, բայց պարտավորեն իրանք տեղեկացնել ընթացքի մասին։ Շատ նորմալ է, դա տեղավորվում է դիվանագիտական հարաբերությունների եւ շատ նորմալ հարաբերությունների շրջանակներ։ Դուք չեք քննադատում մայիսի 9-ին Մոսկվա գնալու համար Փաշինյանին։ Իհարկե քննադատում ենք, ես կարծում եմ այդ օրը բավականին կարևոր օր է, որպեսզի Ռուսաստանի ղեկավարը ցույց տա, որ ինքը միայնակ չէ եւ իր կողքին կանգնած են այլ երկրներ եւ այստեղ Հայաստանի ղեկավարի հայտնվելը մայիսի 9-ի այդ տրիբունայում, որտեղ կանգնած է լինելու նաեւ Ռուսաստանի ղեկավարը, ես կարծում եմ խնդրահարույց է։ Ես կուզեի լսել պարզաբանումներ Հայաստանի ղեկավարության կողմից, թե ինչ նպատակներ են, հա, հետապնդում, որ իրանք հայտնվում են այնտեղ, իրանք հայտնվել են քննադատության թիրախում, հա, արևմուտքի, եւ մենք պետք է հասկանանք որն է այստեղ շահը, եթե իրանք կարողանան համոզել, բացատրել, թե ինչն է դա տալի Հայաստանին, մենք ուշադրությամբ կլսենք, բայց ներկայապային ես կարծում եմ դա ավելնորդություններ գնալ այնտեղ։ Իսկ կարելի է այդ խոսակցությունով ավարտել ինչ որ հիմա խոսացել են Պուտինն ու Փաշինյանը եւ դրանով սահմանափակվել։ Եթե ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Ասատրյան, գերիների թեման շարունակում է շատ զգայուն լինել մեր հանրային ընկալումների տեսանկյունից եւ եթե մենք հայցերը հետ ենք կանչում, իրավական ինչ գործիքներ են մնում այս մարդկանց հետ վերադարձնելու համար, առհասարակ սա քաղաքական որոշման արդյունք է լինելու, գերիների վերադարձը, թե եթե մենք իրավական գործիքից հրաժարվում ենք, ինչպիսին է լինելու նրանց ճակատագիրը ձեզ։ Տեսեք, ես իրավաբան չեմ կարող խորքային վերլուծություններ անել, բայց իմ տեսակետը այն է, որ այո, քաղաքական գործընթացների շրջանակներում կարող են այդ մարդիկ ազատվեն, ազատության ենթարկվեն։ Ես կարծում եմ, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության ողջ ընթացքի ամենադառը էջերից էր, հա, այդ գերեվարումը Արցախի ռազմաքաղաքական անփառունակ էջերից էր Հայաստանի համար, որովհետև ոչ մի պարագայում չպետք է մենք թույլ տայինք, հա, այդ գերեվարումը, որտեղ մենք շատ լավ հասկանում ենք, այն դա նվեր էր Ալիևին, եւ Ալիևը փորձում է այս դատավարությամբ
իդեմս այդ մարդկանց դատել ողջ Արցախյան ազատագրական շարժումը եւ մեղադրանքներ ձևակերպել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ քիչ լծակներ ունի, որպեսզի այդ մարդկանց ազատ արձակի եւ ինչքան որ հնարավորություն ունի, ես կարծում եմ օգտագործում է։ 2 օր առաջ մենք տեսանք Եվրոպարլամենտում ինչպիսի միաձայն բանաձև ընդունվեց։ Երեք նույն Մայքլ Ուոլսը հայտարարություն արեց գերիների վերաբերյալ, այսինքն այդտեղ էլ աշխատանք տարվել Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի հետ։ Ես կարծում եմ այդ դիվանի գիտական, հա, այդ հնարավորությունները բոլորը իրագործվում է, ինչքան հնարավոր է, բայց դա չի բերելու, ցավոք չի բերելու, հա, մեր գերիների ազատմանը։ Ես կարծում եմ առանց մեղադրական թղթի դատավճռի Ալիևը չի ազատի իրանց, այդ թուղթը իրանց պետք է, որպեսզի հետագայում այլ ատյաններում իրանք այդ թղթով մտնեն եւ այսինքն ցույց տան, որ այ ինչպիսի հանցագործ է Հայաստանը։ Այսինքն խաղաղության մասին ուղղակի խոսք լինել չի կարող, պարոն Ասատրյան։ Մենք որքան էլ փորձենք լավատես լինել, քանի այդ նվերը Ադրբեջանի ձեռքում է, իրանք մաքսիմալ կօգտագործեն, հետագայում այդ թուղթը կհանեն դարակից, թե չեն հանի դարակից, դա արդեն այլ հարց է, բայց թուղթը ես կարծում եմ, եկեք իրատեսական լինենք, էլի։ Ես կուզենայի, որ այդ թուղթը ընդհանրապես չլիներ, ոչ մեկս չէր ուզենա։ Բայց այդ թուղթը իրանք ստանալու են, որպեսզի, հա, ինչ որ մի լծակ լինի հետագայում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։ Տեսեք, խաղաղության պայմանագիրը դա ընդհանրապես արձանագրում է, որ պատերազմի փուլը ավարտված է, այդ թեժ հակամարտության թեժ փուլը ավարտված է։ Մենք մտնում ենք այլ հակամարտության փուլ, տնտեսական եւ քաղաքական։ Այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը մենք ոչ դառնում ենք բարեկամ, ոչ էլ ինչ որտեղ դառնում ենք գործընկեր։ Պարզապես չեն կրակելու հրանոթները, կրակելու են արդեն դիվանագիտական դաշտում եւ տնտեսական օղակները։ Մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Բայց իշխանությունը արդյոք այդպես է խնդիրը ներկայացնում։ Թե իշխանության կողմից խնդրի ներկայացումը բոլորովին այլ համատեքստում է եւ մարդկանց ներկայացում է, որ եթե ստորագրությունը լինի, ուրեմն խաղաղությունն էլ կլինի։ Իշխանությունների գործառույթը այլ է, ինձ թվում է իրանք պետք է վերլուծեն, հա, ինչպես մատուցել ժողովրդին, բայց Հանրապետություն կուսակցությունը խորին համոզմամբ, որ մենք մտնում ենք շատ ոչ պակաս վտանգավոր փուլ, տնտեսական, սկսվելու է տնտեսական եւ քաղաքական պատերազմը, որտեղ մարդիկ չեն զոհվում, բայց կարող է պետությունը զոհվի։ Այ մենք պետք է գնանք այդ պատրաստ լինենք գնալ այդ ճանապարհին։ Հայաստանը պետք է նույնպես մոբիլիզացվի, ոչ թե զինվորական, այլ մարդկային, մտավոր եւ այլ տնտեսական մոբիլիզացիա է պետք, որ մենք չպարտվենք նաեւ այս դաշտում։ Եթե մենք պարտվեցինք, ջախջախվեցինք տնտեսական դաշտում, Հայաստանը ինձ թվում է կորցնի իր սուվերենությունը։ Մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Խնդիրը դրանումն է։